Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հարկային քաղաքականությանը առնչվող հարցեր, ներկայացվել են նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը։ Անդրադարձ եղել նաև շահութահարկի, եկամտային հարկի հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանց իր էջերում հերթական գերարումն է արել դիմել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսարան նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերենշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուային հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգեվորականներ։ Կուսակրոն հոգեվորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերենշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերենշված չափանիշներին համապատասխանելու պարագայում խնդրում եմ համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար ձեր անուն ազգանունը հեռախոսի համարը ուղարկել nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին subject տողում գրելով համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև ձեր մասնագիտության եւ կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու։ Մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիկների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցեր։ Խորհրդարանում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումներ, 3 զեկույցներ են ներկայացրել կրթության նախարարը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ 2024 թվականի բյուջեով ի ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 242 միլիոն դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է շուրջ 188 միլիոն։ Այդ ծրագրի շրջանակում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով ունենք 70% հայրենադարձություն։ Սա այն դեպքում, երբ 2019 թվականին ծրագիրը մեկնարկելիս որպես թիրախային ցուցանիշ են դրել 25%-ը։ Հայրենադարձվածների մեծ մասը սակայն աշխատանքի են անցել մասնավոր հատվածում, որովհետև ըստ Զարե Սինանյանի աշխատավարձներն այնտեղ ավելի բարձր են։ Իգործի դեպքում, ինչպես շատ ծրագրերի դեպքում, մասնակիցների 50%-ը մոտ Ռուսաստանի հայերից են։ Եվ ի վերջո հայրենադարձության խնդրում դա եւս արտահայտվում է, այսինքն 70%-ը, որոնք մնում են, դրանք իրանց կեսն էլ մոտ Ռուսաստանից են։ Իսկ մյուսները տարբեր երկրներից են, Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի ծախսերն էլ ավելի քան 285 միլիարդ դրամ են կազմել։ Բյուջեն սակայն թերակատարվել է։ Այս մասով նախ պարզաբանում ներկայացրեց ֆինանսների նախարարը Վահե Հովհաննիսյանի խոսքով թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու բարելավման ծրագրի նախատեսվածից ցածր կատարողականով։ Ընդդիմադիրները դժգոհեցին, կառավարությունը չի կարողանում ապահովել իր խոստումը և մինչև 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը շտապեց հանգստացնել մտահոգվողներին, ասաց, այն թվերը, որոնք գրված են կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն։ Ձեր թերահավատությունը տեսնելով ու մտահոգությունը ես արդեն առաջարկեցի մեզ միանալ այցերի, սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Երկրորդ բանը, որ կարող եմ առաջարկել, այդքան մտահոգեք, շինջոկատներ ձևավորեք, գնացեք օգնեք։ Չի կարելի ի վերջո այս գործընթացի հանդեպ այսպիսի վերաբերմունք ձևավորել։ Այդ դպրոցները, որոնցում մեր երեխաները սովորել են, առաջին հերթին անվտանգ չեն եղել, Տիկին Կյուրեղյան։ Ու սա մեր համար ոչ թե ինչ որ ցանկերում ինչ որ թիվ անելու կամ չանելու խնդիր, այլ մեր երեխաների համար լավ միջավայր ապահովելու, լավ կրթություն ապահովելու խնդիր է։ Ու ես խնդրում եմ այս ծրագրի հանդեպ այդ վերաբերմունքով հանդերձ ամեն դեպքում կամահրանքը ամեն դեպքում բացառել։ Ինձ համար դա ընդունելի չի ուղղակի։ Ժաննա Անդրեասյանը խոսեց նաև ատեստավորման ծրագրից։ Այս միջոցառման համար նախորդ տարի հատկացրել են ավելի քան 6 միլիարդ դրամ, ինչը 1.9 անգամ հավել է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարվա ցուցանիշներն ըստ նախարարի շատ ավելի բարձր են։ Արդեն իսկ դիմել են բազմաթիվ ուսուցիչներ։ Առաջիկայում կտրվի հայտարարությունը կամավոր ատեստավորման դիմումների, ատեստավորման բուն գործընթացը նախատեսում ենք նոյեմբերին անցկացնել, ինչպես եւ նախորդ տարի, երբ առաջին անգամ անցկացրեցինք էլեկտրոնային եղանակով, այս տարի նույնպես էլեկտրոնային ձևաչափով ատեստավորման անցկացումը կապահովենք։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2024 թվականին ապահովել է 98.8% կատարողական։ Տիգրան Հակոբյանի ղեկավարած կառույցի բյուջեի ընդհանուր ծավալը եղել է մոտ 400 միլիոն դրամ։ Պետական турքերի գծով մենք գերակատարել ենք, այսպես ասած, պլանը 36 միլիոն էր պլանավորված, 34.3 փաստացի եղել, դա պայմանավորված է նրանով, որ արտահերթ որոշ լիցենզավորման մրցույթներ են եղել եւ նաեւ այլ եկամուտներ են ունեցել, դա իրավախախտումներից առաջացած տուգանքներն է 5.9 միլիոն, ավելի քիչ քան 2023 թվականին, դա պայմանավորված է նրանով, որ 2023-ին ունեցել ենք 64 վարույթ, իսկ 2024-ին 45 վարույթ, սա բացի ամեն ինչից վկայում է, որ մեր հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող հեռարձակողները շատ ավելի կարգապահ են դարձել եւ դա ես կարծում եմ նույնիսկ անձեն աչքերով շատ ժամանակ երևում է։ Տիգրան Հակոբյանի խոսքով հանձնաժողովն իր առջև դրված պարտավորություններն ու խնդիրները կատարել է։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը օրենսդիրներին փոխանցեց նաեւ իր մտահոգությունը։ Հանձնաժողովն իր գործիքակազմով շարունակում է կարգավորել տեսալսողական հարթակների փոքր հատվածը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ամերիկյան Forbes հեղինակավոր պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ավիացիայի ուժերի հարաբերակցության մասին։ Ամսագիրը կանխատեսում է, որ Պակիստանից գրեթե 5 միլիարդ դոլարի կործանիչներ գնելու Բաքվի պայմանագրին Երևանը շուտով կպատասխանի Ֆրանսիայից եւ Հնդկաստանից ռազմական ինքնաթիռներ գնելով։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Մոտ մեկ ամիս առաջ մամուլ թափանցեցին տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը Պակիստանին նոր պատվեր է ուղարկել, ուրեմն այդ կործանիչների JF-17 տեսակի կործանիչների վերաբերյալ, խոսքը այդ պատվերի ավելացման մասին է։ Դեռևս 24 թվականի փետրվարին Ադրբեջանը Պակիստանի հետ ստորագրեց պայմանագիր, որի շրջանակներում Իսլամաբադը Բաքվին 16 այդպիսի կործանիչ պետք է մատակարարեր եւ այդ գործարքի ընդհանուր արժեքը հասնում էր 1 միլիարդ 600 միլիոն դոլարի։ Այդ տեղեկության համաձայն զգալիորեն ավելացվում է այդ պայմանագրի արժեքը եւ ծավալը։
Տեղեկությունները դրա մասին ոչ Իսլամաբադում, ոչ Բաքվում չէին հաստատել, բայց ասեմ, որ այդ տեղեկությունները հավանաբար պատահական չէր, որ տարածվել էին Պակիստանի վարչապետ Շարիֆի Բաքու կատարելիք այցից առաջ։ Իսկ այցից անմիջապես հետո Պակիստանի իշխանությունները հաստատեցին այդ տեղեկությունը։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ հենց Բաքվի այցի ընթացքում ստորագրվել է այդ պայմանագիրը, թեև պաշտոնապես պայմանագրի ստորագրման մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել։ Forbes ամսագրի վերլուծաբան ռազմական հարցերով փորձագետ Պոլ Իդանը վկայակոչելով սեփական աղբյուրները հաստատում է այն, որ Ադրբեջանը հասցրել է այդ կործանիչների գործարքը մինչև 40 կործանիչների եւ ընդհանուր արժեքը պայմանագրի կհասնի 4 միլիարդ 600 միլիոն դոլարի։ Դա Պակիստանի պատմության մեջ խոշորագույն գործարքն է ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Այդ JF-17 տեսակի կործանիչները 4-րդ սերնդի կործանիչներ են, որոնք Պակիստանը ստեղծել է Չինաստանի հետ համատեղ ռուսական MiG-21 տեսակի կործանիչների հիման վրա, փոխելով եւ ժամանակակից դարձնելով։ Չինացիները այդ կործանիչը անվանում են Չեյդու Սյաոլան։ Այդ ինքնաթիռը կարող է օգտագործել նաև թուրքական արկեր եւ համակարգեր, որոնք Ադրբեջանը արդեն ունի իր զինանոցներում։ Այդ կործանիչները իրենց բավական լավ են ցուցաբերել վերջին Պակիստանը-հնդկական հակամարտության ժամանակ, հայտնի է, որ JF-17 կործանիչներից մեկը կարողացել էր խոցել հնդկական օդզինոժի MiG-21 կործանիչներից մեկը։ Forbes-ը դիմել է հեղինակավոր ռազմական փորձագետ վերլուծաբան Սեմ Լիխտենշտեյնին, ով մեկնաբանել է այս գործարքը։ Լիխտենշտեյնը հիշեցրել է, որ այդ կործանիչները իհարկե ունեն թերություններից, այդ թերություններից մեկը այն է, որ ինքնաթիռը ունի անտեսանելիության համակարգեր, որոնք ունեն օրինակ 5-րդ եւ 6-րդ սերնդների կործանիչները, բայց ունի նաև առավելություն եւ գլխավորը այդ առավելությունը այն է, որ բավական էժան է համեմատած եվրոպական, ամերիկյան եւ անգամ ռուսական նմանատիպ ինքնաթիռների հետ։ Ամեն դեպքում արդյոք եթե այս գործարքը կայանա ուժերի հարաբերակցությունը ինչպես ինչքան կփոխվի։ Դե պետք է հաշվի առնենք, որ մինչև հիմա Ադրբեջանը ուներ միայն բավական հին ռուսական ինքնաթիռներ, MiG-29 կործանիչներ եւ Su-25։ Այս գործարքը իսկապես զգալիորեն փոխում է ուժերի հարաբերակցությունը եւ որակական եւ քաղաքական իմաստով, բայց դե պետք է նշեմ, որ հայտնի չէ թե երբ են մատակարարվելու, այսինքն բավական ժամանակ դեռ կա, թեև ժամանակն է նաև պատասխանելու։ Forbes-ը նույնպես գնահատում է, որ այս գործարքը կփոխի ուժերի հարաբերակցությունը, եթե Երևանը շատ արագ պատասխան չտա։ Եվ նաև կանխատեսում է, որ Երևանը հավանաբար շատ շուտով տալու է իր պատասխանը։ Նույնպես կրկին դիմում է այս հարցով Forbes-ը Սեմ Լիխտենշտեյնին, ով ամերիկյան Risk Assistant Network վերլուծական կազմակերպության գլխավոր փորձագետն է, ընկերությունը մասնագիտանում է սպառազինության շուկայի վերլուծության հարցերում, եւ Լիխտենշտեյնը պատասխանում է, որ Երևանի ընտրությունը շատ մեծ չէ, կամ Երևանը պետք է դիմի Փարիզին ակնկալելով ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարումը, ինչը միանգամայն իրատեսական է համարում մեկնաբանը, կամ պետք է դիմի Հնդկաստանին խնդրելով վաճառել իրեն Su-30SM ռուսաստանյան կործանիչների մոդիֆիկացված տարբերակը։ Հնդկաստանը իր մոտ արտադրում է այդ կործանիչները ռուսական լիցենզիայով։ Փորձագետը ավելի հավանական է համարում, որ մենք Հնդկաստանի հետ գործ կբռնենք, նախ քանի որ հնդկական արտադրության կործանիչները ավելի էժան են, բացի այդ նրանք արդեն համատեղելի են հնդկական արկերի եւ այլ տեխնիկայի հետ, եւ նույն այդ Հնդկաստանը կարող է մոդեռնիզացիայի ենթարկել մեր ունեցած ռուսական կործանիչները, ինչը նույնպես արդեն ակտուալ է եւ անհրաժեշտ։ Պարբերականը գրում է, որ Հնդկաստանը պատրաստ կլինի գործ ունենալ Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը Պակիստանի հակառակորդն է, իսկ Պակիստանը Հնդկաստանի հակառակորդը։ Շնորհակալություն, Արտյոմ։
Առայժմ այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։